Թոփ 10 նյութերի ամփոփումը Եվրամեդիա 24-ի եթերում։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Կողմերը համաձայնության են եկել ձևավորել ռազմավարական գործընկերություն։ Գործընկերությունը վերաբերում է պաշտպանության եւ անվտանգության ոլորտներին, ներառում է նաեւ տնտեսական զարգացման ուղղությունները։ Առանձին շեշտվել է ժողովրդավարական դիմակայունությունը։ Փաշինյանն ու Սթարմերը փոխանակվել են համատեղ հռչակագրով։ Փաստաթուղթը ընդգծում է նաեւ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի կարևորությունը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է իր երկիրը պարտքի համարել աջակցել Հայաստանին։ Մակրոնը հիշել է 2022-ի աշնան իրադարձությունները, հատկապես Պրահայի քառակողմ հանդիպումը։ Նրա խոսքով այդ պահին Ֆրանսիան գործել է արդարության սկզբունքով, պաշտպանելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Նա նշել է, աջակցությունը դրսևորվել է քաղաքական եւ դիվանագիտական ակտիվ միջնորդությամբ, ինչպես նաեւ Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայման նախաձեռնությամբ։ Մակրոնը ընդգծել է նաև անվտանգության ոլորտում համագործակցության խորացումը եւ պաշտպանական աջակցության քննարկումները։ Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հետ։ Նա հանդիպել է նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։ Առաջիկայում տեղի կունենա Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը։ Օրակարգում են տնտեսական եւ էներգետիկ հարցերը, քննարկվելու են նաև տրանսպորտային եւ թվային ոլորտները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու մարդկանց միջև շփումներին։ Փաշինյանը հայտարարել է, որ ամենադժվար պահին Հայաստանը ստացել է Ֆրանսիայի աջակցությունը։ Նա շեշտել է Էմանուել Մակրոնի անձնական դերակատարությունը։ Նրա խոսքով 2022 թվականի Պրահայի քառակողմ հանդիպումը եղել է շրջադարձային։ Այդ գործընթացը ըստ նրա ձևավորել է ներկայիս անվտանգային ճարտարապետությունը տարածաշրջանում։ Փաշինյանը նշել է, Մակրոնը միշտ արագ եւ կոնկրետ արձագանք է տվել Հայաստանի հարցերին։ Մակրոնը իր հերթին հայտարարել է, Ֆրանսիան կանգնել է Հայաստանի կողքին, որովհետեւ դա արդար էր։ Վարչապետը Մակրոնին անվանել է Հայաստանի մեծ բարեկամ եւ կարեւորագույն գործընկեր։ Անհետ կորած զինծառայողների ծնողները նամակ են փոխանցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Նամակը հանձնել է անհետ կորածի ծնող Լիպարիտ Սարգսյանը։ Նա մոտեցել է Մակրոնի անվտանգության աշխատակիցներին եւ ներկայացրել իր խնդիրը։ Անվտանգության ծառայությունը նախապես ստուգել է նամակի բովանդակությունը, որից հետո այն փոխանցվել է անձամբ Մակրոնին։ Արցախի իրավունքների պաշտպանության հանձնախումբը աշխատանքային այց է կատարել Շվեյցարիա։ Պատվիրակությունը գլխավորել է Արցախի ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը։ Քննարկումների կենտրոնում եղել է արցախահայության հավաքական վերադարձի իրավունքը։ Բարձրացվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների եւ պատանդների ազատ արձակման հարցը։ Անդրադարձ է եղել նաեւ անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը։ Քննարկվել է Արցախի մշակութային եւ հոգեվոր ժառանգության ոչնչացման խնդիրը։ Հայկական կողմը հայտարարել է, Արցախի հարցը փակված չէ եւ մնում է միջազգային օրակարգում։ Հայաստանն ու Թուրքիան ստորագրել են Անիի կամրջի վերականգնման արձանագրությունը։ Թուրքիայի կողմից մասնակցել է փոխնախագահ Ջևդեթ Յիլմազը։ Քննարկվել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Խոսվել է տրանսպորտային հաղորդակցությունների եւ սահմանների բացման հնարավորության մասին։ Նշվել է նաև էներգետիկ եւ թվային ենթակառուցվածքների զարգացումը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է կքննարկի հայ գերիների հարցը։ Նա նշել է նախ կխոսի Հայաստանի ղեկավարության հետ, որից հետո նախատեսում է կապ հաստատել Իլհամ Ալիևի հետ։ Քննարկումը կարող է տեղի ունենալ ինչպես հանդիպման, այնպես էլ հեռախոսազանգի ձևաչափով։ Խոսքը վերաբերում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին եւ պատանդներին։ Մակրոնը ընդգծել է, հարցը կարևոր է խաղաղ գործընթացի առաջխաղացման համար։ Նա հայտարարել է, վստահում է տարածաշրջանային խաղաղության հնարավորությանը։ Ֆրանսիայի նախագահը կոչ է արել արագացնել գործընթացը եւ հասնել կոնկրետ արդյունքների։ Օկուպացված Ստեփանակերտում ոչնչացվել է ցեղասպանությանը նվիրված զանգակատունը։ Տեղեկությունը հայտնել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, ազգային պատմամշակութային հասարակական կազմակերպության փոխնախագահ Հովիկ Ավանեսյանը։ Հուշակոթողը գտնվում էր հուշահամալիրի տարածքում։
այն կառուցվել էր Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ։ Ոչնչացումը վերագրվում է ադրբեջանական իշխանություններին։ Դեպքը հաստատվել է արբանյակային նոր լուսանկարներով։ Միջազգային հանրությանը կոչ է արվում արձագանքել մշակութային ժառանգության ոչնչացմանը։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կոշտ է արձագանքել Նիկոլ Փաշինյանի և Վոլոդիմիր Զելենսկու բանակցություններին, քննադատելով անգլերենի օգտագործումը։ Նա հայտարարել է, երկուսն էլ լավ գիտեն ռուսերեն և կարող էին ազատ շփվել առանց տեսախցիկների։ Նա նրանց անվանել է երկու անուղեղ ռուսատյաց և նշել, նրանք խոսել են վատ անգլերենով։ Վերջինս ենթադրել է, փակ հատվածում նրանք անցել են ռուսերենի և ազատ խոսել։ Կատակելով հավելել է, Թրամփը և Վենսը կարող էին նրանցից անգլերեն քննություն վերցնել։ Միաժամանակ Բելարուսի արտգործնախարարության խոսնակ Ռուսլան Վարանկովը հարվածել է Հայաստանի իշխանություններին, արձագանքելով խորհրդարանի խոսնակի հայտարարություններին։ Նա դրանք անվանել է նախընտրական պոպուլիզմ և փորձ շեղելու ուշադրությունը աղքատությունից, գործազրկությունից և ներքին խնդիրներից։ Վերջինս հայտարարել է, Բելարուսը ինքնուրույն է որոշում իր քաղաքականությունը և կոշտ քննադատել է Երևանի պրոարևմտյան կուրսը, այն կապելով տնտեսական և ժողովրդագրական ճգնաժամի հետ։